Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ալբերտ Էյնշտեյնը իր գիտական գործունեության վերջի 2 տասնամյակը նվիրեց դաշտի միացյալ տեսության ստեղծմանը։ Այդ հանճարեղ գիտնականին չհաջողվեց ստեղծել այդ տեսությունը եւ պետք է նշել, որ այդ տեսությունը դեռ հիմա բաց է եւ փորձում են գիտնականները ստեղծել տարաբնույթ նոր ժամանակակից տեսական մոտեցումներ, որոնց միջոցով հնարավոր լինի գրավիտացիոն դաշտը միացնել էլեկտրամագնիսական թույլ եւ ուժեղ դաշտերին։ Այդ տեսություններից մեկը եւ միգուցե ամենաառեղծվածայինը եւ ամենահետաքրքիրը գերլարերի տեսությունն է, այսպես կոչված superstring theory։ Այսօր իմ հյուրն է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արա Սեթրակյանը, ում ես հրավիրել եմ, որ մենք զրույց անցկացնենք գերլարերի տեսության շուրջ։ Բարև ձեզ, պարոն Սեթրակյան, շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Պարոն Սեթրակյան, փաստորեն գերլարերի տեսությունը դա ընդհանուր հարաբերականության տեսության եւ քվանտային ֆիզիկայի միացյալ տեսությունն է։ Ըստ էության փորձ են անում միացնել այդ երկու տեսությունները՝ մակրոն եւ միկրոն։ Եվ այդ տեսությունը հանդիսանում է չափազանց բարդ մաթեմատիկայի տեսանկյունից եւ մեծ խնդիրներ կան նաեւ փորձարարական։ Որն է այդ տեսության էությունը եւ ինչպիսի կարևոր խնդիրների առջեւ է կանգնած այժմ գերլարերի տեսությունը։ Երևի պետք է սկսել նրանից, որ լարերի տեսությունը, հետո էլ գերլարերի տեսությունը ստեղծվել է սկզբից ոչ թե նրա համար, որ միավորեն փոխազդեցությունները, նշված դուք նշեցիք այդ թույլ էլեկտրամագնիսական եւ ուժեղ փոխազդեցությունները, որոնք ֆունդամենտալ փոխազդեցություններն են մեր բնության մեջ, իրանք սկզբից ստեղծվել են ուժեղ փոխազդեցությունները նկարագրելու համար, 60-ական թվականների կեսերին ստեղծվել են ուժեղ փոխազդեցությունները նկարագրելու համար։ Տեսությունը ստեղծվեց, հատկությունները սկսեցին ուսումնասիրեցին եւ հետո տեսան, որ երբ որ այդ տեսությունը քվանտացնում են, որը խիստ անհրաժեշտ է, առանց դրա չի կարելի, հնարավոր չի տեսությունը համարել ստեղծված, առաջանում են խնդիրներ, հնարավոր է քվանտացնել միայն եթե տարածության չափը, չափողականությունը հավասարի 26-ի, ոչ թե 4, 3 տարածական եւ 1 ժամանակը, որը նույն Էյնշտեյնի ստեղծված տեսության հիմքն է կազմում, այլ 26, որը իհարկե անժամանակվա գիտնականներին թվում էր անբնական եւ փորձեր էին արվում այդ տեսությունը ճիշտ կառուցել 4 չափում։ Մոտ 10 տարի դա փորձում էին, չէր ստացվում, բայց հետո նկատեցին, որ լարերի տեսությունը իր մեջ ցածր էներգիաների տիրույթում պարունակում են փոխազդող մասնիկները, որոնք կազմում են փոխազդեցությունների հիմք, այսինքն պարունակում են ֆոտոն, պարունակում են գրավիտացիայի քվանտային վարիանտը գրավիտոն, պարունակում են ուժեղ փոխազդեցությունների հիմք հանդիսացող, այսպես կոչված գլիոնները եւ թույլ փոխազդեցությունների հիմքը կազմող W եւ Z բոզոնները։ Երկար ժամանակ չէր ստացվում քվանտացնել լարերի տեսությունը ճիշտ, կառաջապ տարածությունում որոշեցին, որ միգուցե պետք է ենթադրել, որ տարածությունը 4 չափանիշ այլ շատ է։ Միաժամանակ առաջացել է սուպեր սիմետրիայի իդեան, գեր համաչափության իդեան, որը միավորում էր տարրական մասնիկների բոզոնային եւ ֆերմիոնային հատկությունները, բացի այդ միավորումից նա ապահովում է շատ լավ հատկություններ բոլոր տեսությունների հիմնական վիճակի համար, հիմնական վիճակները շատ կարևոր դեր են կատարում ֆիզիկայում, եւ դրա հիման վրա հնարավոր կլիներ նաեւ քննարկել քվանտային գրավիտացիան։ Դա շատ գրավիչ հիպոթեզ էր, եւ այստեղ իհարկե միանգամից կարելի էր փորձել այդ բոլոր միավորումը անել, խանգարում էր տարածական չափողականության մեծ թիվ լինելը։
Հետո հասկացան, որ հին աշխատանքներ կային 20-ական թվականին 1900 կալուցակլենի կողմից ստեղծված, որ կարելի էր դրամաչափային դաշտերը դիտարկել որպես տարածության ավելնորդ 4-ից ավել չափողականությունների կոմպակտ տեսակը։ Կոմպակտ ասելով պետք է հասկանալ փակ, բայց փոքր մասշտաբների վրա հասկանալի փոքր մասշտաբների վրա փակ, օրինակի համար պատկերացրեք բզեզ, որ ապրում է խողովակի վրա երկար։ Մի ուղղությամբ նա այդ չափը տեսնում է, իսկ այն մյուս ուղղայացողությամբ երկրորդ չափը շատ փոքր է կոմպակտ շրջանակից է կազմում։ Նա դա չի նկատի։ Նա կտեսնի տարածությունը մի չափանի, բայց այդ երկրորդ փոքր կոմպակտ շրջանակի վրա եղած ազատության աշճանները նրանք կարտահայտեն իրենց ինչ-որ ձևով, այն է, որ այս կալուցակլենից եկավ, որ օրինակ էլեկտրոդինամիկան կարելի է հասկանալ որպես 5 չափանի տեսության մեջ 4 չափանի ռեալ հարթ տարածության վրա գոյություն ունեցող որպես մի չափը շատ փոքր։ Եվ դա հնարավորություն տվել էտիզյան ընդլայնել մինչև գերլարերի համար եւ համարել, որ լրացուցիչ չափերը դրանք հանդիսանում են այդպիսի կոմպակտ տարածություններ եւ այդ ազատության աշճանները, որոնք պարունակում են ֆունդամենտալ փոխազդեցությունների քվանտները, որոնք ապահովում են այդ փոխազդեցությունը, այսինքն ֆոտոնը, գլյուոնը, W բոզոնները եւ գրավիտոնը, դրանք այդ կոմպակտ տարածության արտահայտությունն են։ Այսինքն 26-ը, որ իմիջիալոց գերսիմետրիայի արկայության դեպքում դառել էր 10, 11-ը դա 11-ը տեխնիկական հարց է։ Այդ 10-ը կարելի էր հասկանալ որպես 10-ից 6-ը կարելի էր կոմպակտիֆիկացնել փոքր տարածության վրա եւ դրանք կապել մյուս ֆունդամենտալ փոխազդեցությունների հետ։ Ու մենք գալիս ենք արդեն մեր քառաչափությանը փաստորեն։ Եվ դա այստեղ ստացվում է, որ մենք ունենք քառաչափ հարթ տարածություն, լրացուցիչ վերջչափն էլ ապահովում են այդ մնացած բոլոր փոխազդեցությունները, իրենց մեջ պարունակում են։ Դա շատ գրավիչ հնարավորություն է իսկապես միավորել փոխազդեցությունները։ Միաժամանակ 80-ական թվականներին պարզ դարձավ, որ փոխազդեցությունները իսկապես միավորվում են։ Փոխազդեցությունները պայմանավորված են իրենց հաստատուններով։ Օրինակ էլեկտրամագնիսական փոխազդեցությունները պայմանավորված են լիցքով, օրինակ էլեկտրոնի լիցքը կա։ Մյուս փոխազդեցությունները նույնպես ունեն իրենց լիցքը, ոչ թե էլեկտրամագնիսական լիցքը, այլ իրենց լիցքը։ Եվ երբ որ դիտարկում են քվանտային տեսության ազդեցությունն այդ լիցքի տարածական բաշխվածության վրա, տեսնում են, որ այդ բոլոր լիցքերը շատ փոքր հեռավորությունների, որ նույնն է ինչ-որ շատ մեծ էներգիաների դեպքում, իրանք բոլորը միավորվում են մի կետի են գալի։ Այսինքն գալիս են մեկ հաստատունի, որը որ կարելի է համարել ինչ-որ ունիվերսալ տեսության հաստատուն։ Այո։ Եվ դա լավ ներգրավում էր այդ լարերի տեսության գաղափարի մեջ, որը առանց այդ փոխազդեցություն ինքը պարունակում էր մյուս բոլոր փոխազդեցությունները որպես լարերի փոքր էներգիաների գրգռումներ։ Երևի այս բանը բացատրել թե անամենը լարերի տեսությունը ինչ բան է, որպեսզի մի քիչ հասկանալ լինի, թե ինչպես կարող է ֆոտոնը համարվել լարերի տեսության ինչ-որ վիճակ։ Դպրոցական կուրսից բոլորը գիտեն, ես հիշում եմ 8-րդ դասարանի գիրքը ֆիզիկայից, որ սկսում են նյութական կետ հասկացողությունից։ Դա կետն էր, որի վրա պետք է գրել հավասարումներ, մեխանիկայում դրանք նյուտոնի հավասարումներն են։ Հետո ասենք իհարկե նյութերը կետից կախված են կետերից կարելի է համարել, բայց իրանք ավելի բարդ կառուցվածք ունեն, ատոմները մի քանի այդպիսի կետերից կախված կլինեն, նյութը ավելի շատ։ Եվ այդ բոլորն իրար հետ փոխազդում են, առաջանում է այդ բոլոր կետերի փոխազդեցությունը նկարագրել։ Դա այսօրվա ֆիզիկայի հիմքն է կազմում, որ ոնց նկարագրել այդպիսի օբյեկտները։ Լարերի տեսության հիմքը կազմում է մի քիչ նոր գաղափար, լրիվ նոր գաղափար, որ բնության հիմքը կետը չի կազմում, կարող է, բացի կետը կազմում իհարկե, բայց բացի կետից կարող են լինել փոքր լարեր, մեկ չափանի թել, լար,
որի ծայրին կլինեն ինչ-որ կետային մասնիկներ, եւ այդ լարը իրենք պահի որպես տարական մասնիկ, այդ կարճ լարը երկու ծայրակետով իրենք պահի որպես տարական մասնիկ։ Դրանով հույս ունեին նկարագրել ուժեղ փոխազդեցությունները, ինչի համար, որովհետև նույն 60-ական թվականներին արագացությունների ֆիզիկայում պարզ դարձավ, որ ուժեղ փոխազդող մասնիկները նույնպես ունեն կառուցված, ի տարբերություն ասենք էլեկտրոնի եւ թույլ փոխազդող մասնիկների, որոնք կազմում են բոլորին հայտնի ռադիացիայի հիմքը, որ մարդիկ վախենում են ռադիացիայից, դա պայմանավորված է թույլ փոխազդեցություններով։ Ուժեղ փոխազդող մասնիկներն ունեն կառուցվածք, եւ այդ կառուցվածքի գրողների անունը տարական մասնիկների կոչվեցին քվարկներ, դրանք Գելմանի կողմից հայտնաբերված եւ սահմանված օբյեկտներ էին, եւ այդ մասնիկները, քվարկները իրար հետ պետք է փոխազդեն ուժեղ փոխազդեցություններով, իսկ ուժեղ փոխազդեցությունը կոչվում է ուժեղ փոխազդեցություն, որովհետեւ նա շատ արագ փոխազդեցության հաստատումը մեծանում է եւ հնարավոր չի նրա հետ աշխատել, որովհետեւ մի մասնիկի կետի շարժումը կարելի է հավասարումները լուծելով նկարագրել, բայց երկու կետին էլ հնարավոր, 3 ավել կետերի նրանց փոխազդեցությունները հնարավոր չէ անհեշտ նկարագրել, հատկապես ուժեղ փոխազդեցությունների դեպքում, երբ որ պարզվեց, որ ուժեղ փոխազդեցության գրողները, գլիոնները իրենք ունեն շատ հետաքրքիր հատկություն, որի էությունը հետևյալն է։ Բոլորը հայտնի է, որ եթե վերցնեք, գիտեն, այսինքն դպրոցից էլ, որ եթե վերցնեք լիցքեր, սովորական էլեկտրամագնիսական լիցքեր, որոնցով հոսանքը խփում է, միացնեք, մտնենք հոսանքի հետ կոնտակտի մեջ։ Այդ լիցքերը, երբ որ իրարից հեռացնում ենք, իրանց մեջ գործում է կուլոնի օրենքը, որը փոքրանում է հեռավորության վրա փոքրանում, ինչքան հեռացում ենք, այնքան ավելի փոքրանում է, վերջում շատ մեծ հեռավորությունների վրա փաստացի 0 է դառնում։ Այդ քվարկների լիցքերը այնպիսին են, որոնք պայմանավորված են ուժեղ փոխազդեցություններով, գլիոններով, իրանք ունեն հակառակ հատկությունը, որ ինչքան հեռացնում են իրարից, իրանց մեջ փոխազդեցությունը մեծանում է, ուժը հաստատուն է մնում նրանց միջև եւ էներգիան անընդհատ պահանջում է, որ անընդհատ նոր էներգիա։ Ոնց որ զսպանակով կապած լինի։ Օրինակ զսպանակը շատ հաջող օրինակ է, այո, ոնց որ երկու ծայրակետ, երկու գնդիկ ծայրակետերում իրար հետ կապված են զսպանակով, որը կարող է կանվերջ ցկել, բայց ցկողական ուժը հաստատուն է, որպեսզի հեռացնեք, ամեն անգամ շատ աշխատանք եք ծախսում, որ եւ հետեւաբար չեք կարող շատ ձգել։ Այդպիսի հատկություն կար, որը անվանեցին, որ դա քվարկների բռնադատման հատկությունն է, որը որ ուժեղ փոխազդեցություններ տեսնում, որոնք հիմնված էին, այսպես կոչված, Յանգի եւ Միլսի տեսության վրա։ Այդ հատկությունը մասնիկների հատկություն նկարագրելու համար անհրաժեշտ եղավ հասկանալ, թե ինչպես պետք է ստանալ եւ մեկնաբանել քվարկների բռնադատման անգլերեն ասում են confinement, բռնադատման հատկությունը։ Իրանք փակված են, նրանք երբեք չեն կարող առանձին գոյություն ունենալ։ Սահմանափակման։ Սահմանափակման։ Եվ որպեսզի դա կարողանային կիրառել ուժեղ փոխազդող մասնիկների համար, նշեմ, որ ուժեղ փոխազդող մասնիկների թվին են պատկանում բոլորին հատի պրոտոնը, նեյտրոնը եւ ուրիշ էլի ուժեղ փոխազդող պիմեզոններ եւ այլն, որոնք կազմում են նյութի հիմքը։ Այո։ Մենք կազմված ենք միջուկներից, որոնք կազմված են պրոտոններից եւ նեյտրոններից։ Եվ իրանք իրար հետ ուժեղ կապված են։ Այնքան ուժեղ, որ ավելի ուժեղ է, քան էլեկտրամագնիսական ուժը, որովհետեւ նույն լիցք ունեցող պրոտոնները միջուկում իրար պետք է վանեին եւ հեռանային իրայից մեծ արագությամբ, բայց դա տեղի չունեն, որտեղ ավելի ուժեղ է, ավելի ուժեղ ուժ կա, որը որ նրանց ստիպում է իրար հետ մնալ, եւ դա հենց ուժեղ փոխազդեցություններն են։ Եվ այդ ուժեղ փոխազդեցությունների այդ հատկությունը, որ իրանք քվարկների բռնադատ սահմանափակում ունեն, հնարավոր է կբացատրել այդ երևույթը, որ ուժեղ փոխազդեցությունները ինչպես կարող են գոյություն ունենալ։
դա ինչի է բերում, որ նրանց ուժը, որպեսզի դա էլ նկարագրվի, զսպանակի օրինակը բավականին հետաքրքիր հետևյալ առումով, որ նորից էլեկտրադինամիկայի գիտելիքներից սկսած դպրոցական մենք գիտենք, որ լիցքից ուժագծեր են դուրս գալի, որոնք ծրված են բոլոր ուղղություններով համասեռ, եթե երկու տարբեր լիցքեր են իրար հետ կանգնած, հակառակ նշանի ուժագծերը մեկից դուրս են գալի մտնում են մյուսի մեջ, եւ այդպես մի հետաքրքիր երկու կենտրոնով ուժագծերը մեկից դուրս են գալի մյուսի մեջ, պատկեր են ձևավորում։ Դիպոլն է, էլի, դիպոլի դաշտն է։ Էլի ուժեղ փոխազդեցություններում այդպես չի, այդ նույն ուժագծերը կան, իրանք սեղմվում են մի բարակ խողովակի մեջ, որը գնում է մի կվարկից մյուս կվարկը, եւ քանի որ նրանց խտությունը այնտեղ հաստատումն է, նույնն է ինչ որ բոլոր ուժագծերը երբ որ դուրս են գալի եւ համատական լիցքի նա հաստատումն է։ Դրա համար այդ լարը իշքան ձգում է, այնքան ավելի շատ էներգիա պահանջում, որ այդ ձգումը ապահովել։ Ստեղից առաջացել էր հենց այդ լարի տեսությունը, որ այդ խողովակը, որը մի կվարկից գնում է մյուս կվարկը, իրեն կարող է պահել լարի ձևով, քանի որ մենք սկսեցինք նրանից, որ մենք նյութերը նկարագրում ենք կետի գաղափարի ման վրա արհամարհելով նրանց չափը։ Տվյալ դեպքում չափը հնարավոր, բիչափը հնարավոր չի արհամարհում, այդ ուղղած չափը կարելի արհամարհել եւ լարի գաղափարը տեղից էր առաջացել եւ տեսությունը ստեղծվել էր հենց ուժեղ փոխազդեցություն հասկանալու համար։ Այս նկարագրածը ես ժամանակային հերթականությունը չեմ պահում, որովհետեւ մտքի ձևակերպումը տրամաբանական լինի։ Բուն լարի տեսությունը մի քիչ ավելի ուրիշ ուժեղ փոխազդող մասնիկների հատկությունից էր առաջացել, որը որ այնուամենայնիվ հետո հասկացան, որ կապված է այն նկարագրի հետ, որ ես ասում եմ։ Պարոն Սեթրակյան, մի էսպիսի հարց։ Երբ ընթերցում ես լարերի մասին, պոպուլյար մակարդակի վրա, շատ հաճախ էսպիսի օրինակ են բերում, որ լարերի տեսության կարևորագույն դրույթներից մեկը այն է, որ պայմանավորված թե ինչպես է տատանվում այդ լարը, փոխաբերական իմաստով, կարելի է դասակարգում մտցնել մասնիկների, ֆոտոնների, էլեկտրոնների եւ դրանով էլ պայմանավորված են այդ բարդ տոպոլոգիական խնդիրները, որոնք փորձում են այդ լարերի տարբեր ձևեր բնութագրել եւ դրա հիման վրա դասակարգում իրականացնել մասնիկների եւ բերում է բարդ մաթեմատիկայի առաջացման չափազանց։ Այ ինչպես կարելի է դա պատկերացնել, հասկանալ։ Ես հենց մոտիկանում եմ այդ հարցին, որ լարը սահմանելուց հետո նա լար ունի իր տատանումները։ Եվ այդ տատանումները շատ արդեն տարբերվում են խիստ կետային մասնիկների տատանումներից եւ նույնպես ունեն շատ հետաքրքիր ստրուկտուրա եւ ամենահասարակ քվանտացում այդ 26 չափանի տեսության մեջ, որը որ տեղի ունեցավ շատ արագ լարերի տեսության առաջանալուց հետո ստացվում էր, որ լարերը իրենց տատանումները, լարերի հաճախականությունը տատանման քվանտացումը եւ դրանք կարող են ունենալ դիսկրետ արժեքներ եւ այդ վիճակները լարերի նստում են ուղիղ այսպես կոչված ռեժիայի տրայեկտորիաների վրա, երբ որ մի առանցքը համատում է իրենց զանգված, այսինքն էներգիան պայմանավորված իրենց օրբիտալ մոմենտով կամ սպինով, որը նույնպես էքսպերիմենտալ փաստ էր ուժեղ փոխազդող մասնիկների տեսության շրջանակում։ Այսինքն լարերի տեսությունը ուներ բոլոր ես պետք է ասեմ ձեր հարցին պատասխանը, ցածր էներգիաներով այդ ռեջիայի տրայեկտորիաների սկզբնական կետը, որ ամենացածր էներգիային է մոմենտին համապատասխանում, պայմանավորված համաչափություններով դառնում էին կամ կարող են լինել կամ գլիոն, կամ ֆոտոն, կամ գրավիտոն, կամ W բոզոն, եւ դրանք առաջանում են այդ լարերի տատանման որպես ամենացածր էներգիա։ Եթե լարերի տեսության մեջից անջատեինք այդ ցածր էներգիաների տեսությունը, դա կդառնային սովորական մեզ հայտնի էլեկտրադինամիկան կամ այդ խրոմոդինամիկան, որը սպասում է լուծում, այսինքն այդ սահմանափակման խնդրի լուծումը դեռ չի լուծված պարունակում է իր մեջ։ Դրանք այն լարերն էին, որոնք 26 չափում էին։ 4 չափում, իմաց մոտենում են բուն հարցին։
լարերի տեսությունը ստեղծվեցին սկզբում ուժեղ փոխազդեցություն նկարագրելու համար, որպեսզի այդ քվարտների բռնադատման երևույթը հետագայում հասկանան, հետո հասկացան, որ դա չի ստացվում, չափողականությունը մեծացավ, բայց հնարավորություն առաջացավ ցածր էներգիաների մասնիկները միավորել, այնտեղ իրենց էքսպերիմենտալ հնարավորությունը առաջացավ նույնպես, եւ զարգացումները 80-ական թվականների 70-ականների վերջից 80-ական սկզբից բաժանվեցին երկու մասի։ Առաջացան ոչ կրիտիկական լարերի տեսություն եւ կրիտիկական լարերի տեսություն։ Կրիտիկական լարերը դա են, որ գոյություն ունեն այդ 26 կամ 10 չափում, գեր լարերի դեպքում, որոնք պետք է լրացուցիչ ավելնորդ չափողականությունները կոմպակտիֆիկացնել եւ ստանալ 4 չափ։ Մյուսը լարերի տեսություն, որ հենց գոյություն ունի 4 չափում, պարզապես պետք է հասկանալ, թե ինչպես ճիշտ պետք է քվանտացնել այդ լարերը, որ 26-ը չառաջանա, եւ այնտեղ կիրառել հենց ուժեղ փոխազդեցություններին, առանց մյուս միավորման։ Պետք է ասել, որ մեկը մյուսին չի խանգարում, դրանք կարող են լինեն տարբեր տեսություններ, հետո իրար հետ առնչություն ունեցող։ Այդ երկրորդ ուղղությունը սովետական միությունում առաջացավ Պալակովի կողմից եւ նա էր կազմում այդ ուղղության հիմնադիրներից մեկը եւ առաջին ֆունդամենտալ աշխատանքների հետ ուղղությամբ նույնպես նա ինքը արեց, ցույց տվելով, որ հնարավոր է քվանտասիաներից, որ 26 ու 10 չափերից մենք դուրս գանք, մտնենք ռեալ չափեր, բայց ոչ այնքան ռեալ չափեր, իր կառուցած տեսությունը հնարավորություն տվեց հասկանալ տեսությունները չափողականությունը 1-ից փոքրի դեպքում։ Մասնիկները այդ տեսությունները ունեն մի հատկություն, որ իրար պահում է շատ նման տարածության չափողականությանը։ Կոչվում է կենտրոնական լիցք։ Այդ կենտրոնական լիցքը, երբ որ 1-ից փոքր է, լարերի տեսությունը նույնպես ստեղծված է։ Այսինքն քվանտացման հետ խնդիրներ չկա։ Ուրեմն կա լարերի տեսությունը 10 կամ 26 չափերում եւ երբ որ չափողականությունը 1-ից փոքր է։ Երբ որ չափողականությունը դիտարկվի ֆորմալ հրաշքական մեծություն։ Պարոն Սեթերյան, մի էսպիսի հարցել։ Հիգսի բոզոնի հայտնաբերումից հետո, չնայած շատ հաճախ ասում են, որ հասկանալի չի, արդյոք դա այն մասնիկներ, որի մասին Հիգսն էր խոսում։ Այսինքն տեղի Հիգսը լարերի մեջ չկա։ Չէ, ես ուրիշ բան եմ։ Գիտեմ։ Ես շատ հաճախ այդ երկու տեսությունները փորձում են հակադրել իրար։ Ասելով, որ Հիգսի մասնիկը հայտնաբերելուց հետո այսպես կոչված ստանդարտ տեսությունը սկսեց գերակայողը լինել։ Կարելի է արդյոք ասել, որ այսօր լարերի տեսությունը ինչ որ առումով կրիզիսի մեջ է։ Ես հիմա գալիս եմ կամաց գալիս եմ հենց այդ հարցին, այո։ Այդ բանի մասը։ Պետք է նշեի, որ կան երկու լարերի տեսություն, կրիտիկական եւ ոչ կրիտիկականը դա կրիտիկական բառը առաջանում է այդ 26-ի պատճառով, որ մի չափողականություն կա կրիտիկական, որի դեպքում դա գոյություն ունի։ Իսկ ոչ կրիտիկականը սովորական ռեալ չափողականություններն են։ Եվ դրանք տարբեր զարգացումներ ունեն, ընդեղ էլ իր խնդիրները դեռ լուծված չեն, սպասում են։ Ամբողջ ուժերը նետված են այդ լարերի տեսության, գերլարերի տեսության կոմպակտիֆիկացիայով նկարագրելու համար միավորումը դաշտերի եւ այդ տեսությունը ամերիկյան ֆիզիկոս Էդվարդ Վիտենի սահմանումով կոչվեց տեսություն ամեն ինչի մասին, theory for everything, որը պինդ ֆիզիկոսներն չեն սիրում մինչև հիմա եւ շատ կրիտիկական է վերաբերվում սարկազմով այդ պնդումներին։ Հիմնական զարգացումը 80-ական, 90-ական 2000 թվականներին հիմնված էր միավորող լարերի theory for everything-ի վրա։ Նա իր զարգացումներն ունեցան, այնտեղ առաջացան տարբեր հնարավորություններ, 5 տարբեր վարիանտ կար այդ լարերի տեսությունը կառուցելու։ Հետո հասկացան, որ կարող է այդ 5-ն էլ հասկանալ մի հատ ավելի խոշոր ունիվերսալ տեսության տեսակետից, որ կոչվեց M տեսություն, չգիտեմ ինչի M, բայց որը երբեք չձևակերպվեց, պարզապես մնաց ցանկություն, որպես այդպես։ Բայց այդ տեսությունը ինտենսիվ զարգանում էր եւ հետաքրքիրը նա էր, որ այնտեղ այդ տեսության զարգացնելու համար այդ պայմանավորված լարերի փոխազդեցության հետ եւ համապատասխան մաթեմատիկական տոպոլոգիայի հետ
ուսումնասիրում էին որպես մաթեմատիկական դիսցիպլինա շատ ինտենսիվ մինչև այն պահը, որ սկսեց եկավ այն պահը, որ պետք էր էքսպերիմենտում դա հայտնաբերել ինչ-որ բան։ Լարերի տեսությունը ապահովում էր բավականին հաջող միավորումը, բայց որպեսզի միավորեր գրավիտացիան, պետք է որ նա լիներ գերտերատեսություն, այդ սուպեր համաչափությունը, գերհամաչափությունը պարունակեր։ Առանց միավորելու լարերի տեսությունը որպես այդպեսին այնքան էլ հետաքրքիր չէր լինի, որտեղ արդեն այդ միավորվող տեսությունը, որը կոչվում է ստանդարտ մոդել, նորմալ ձևակերպված եւ կար, ամեն ինչ հնարավոր է այնտեղ հաշվել, առանց որևէ լրացուցիչ բարդացումների միակ միավորող եւ գրավիչային էր, որ դրանց հնարավոր էր նաեւ միացնել քվանտային գրավիտացիա, քվանտային գրավիտացիա, ոչ կլասիկ։ Քանի որ այնտեղ գեր համաչափությունը հեշտությամբ է քվանտացման խնդիրների հարցը լուծում, բավականին հեշտությամբ։ Բայց մյուս կողմից առաջացավ անհրաժեշտություն գերհամաչափությունը, ինչպես ասեցի, դա համաչափություն է տարական 15-ների մի տեսակի, որոնք կոչվում են բոզոններ, մյուս տեսակի, որ կոչվում է ֆերմիոններ, օրինակ էլեկտրոնը, պրոտոնը դրանք ֆերմիոն են, ֆոտոնը դա բոզոն է։ Ֆոտոնը այո, լույսը կրողը բոզոն է, այնտեղ չգիտեմ, ուրիշ տարական մասներ կարող են անուն հետաքրքիր, որոնք նույնպես բոզոն են։ Հիմքը գերսիմետրիային նա է, որ ամեն բոզոն ունի իր պարտնյոր ֆերմիոնը եւ հակառակը, ամեն ֆերմիոն ունի իր պարտնյոր բոզոնը։ Այսինքն, օրինակ էլեկտրոնը պետք է ունենար իր պարտնյոր բոզոնը։ Կամ պրոտոնը պետք է ունենալ իր պարտնյոր պրոտոնը, որը բոզոն է։ Փոխազդեցություն կրողները, ֆոտոնները, գլիոնները պետք է ունենան իրենց պարտնյոր ֆերմիոններ։ Նույն գրավիտացիան պետք է ունենար իր պարտնյոր գրավիտոնը, որը կոչվում է գրավիցինո։ Եվ խնդիր առաջացավ, որ այդ պարտներներին պետք է արդեն տեսնել էքսպերիմենտում։ Այո։ Մեծ ջանքեր տրամադրվեցին հատուկ Ժնև քաղաքում գտնվող այդ հայտնի արագացուցիչը, որ CERN է կոչվում, այդտեղ մեծ գումարներ ծախսեցին էներգետիկ հզորությունները մեծացնելու համար, որպեսզի հնարավոր լինի մտնել այն տիրույթը, որտեղ պարտներներին, սուպեր պարտներների կարելի է տեսնել, կառուցեցին, էքսպերիմենտներ արեցին, այդ Հիգսի բոզոնը գտան այնտեղ, բայց սուպեր պարտներներին չգտան։ Եվ դա արդեն խոշոր խնդրեմ առաջացրեց, որտեղ առանց սուպերսիմետրիայի ներկայության դա դառնում է միավորում է լարերի տեսությունը կդառնա մաթեմատիկական դիսցիպլին համարյա հետաքրքիր, բայց ոչ հիմիկվա անհրաժեշտ որպես ֆիզիկայի բնությունը նկարագրող մոդել եւ քանի որ հնարավոր չի շատ արագ նոր էներգիաներ մտնել այնտեղ ստուգելու համար, հավատնել է քչացել իհարկե դրա հնարավորության մասին լարերի տեսությունը մտավ տուպիկ։ Այդ լարերի տեսությունը տպամուտիկ, որը հսկայական ազդեցություն ունեցավ ֆիզիկայի զարգացման վրա, այն առումով, որ ուժերն արդեն այդ դեպքում սկսեցին ուղղվել դեպի ուրիշ դիսցիպլինները ֆիզիկայի, մասնավորապես քվանտային երևույթները ավելի լավ կիրառական մակարդակի վրա հասկանալու համար եւ այդ բոլոր ժամանակակից դիսցիպլինները պայմանավորված փորձերի հետ, որպեսզի քվանտային կոմպյուտերներ սարքեն եւ նանոտեխնոլոգիաների հետ կապված հարցերը առաջացան այդ պատճառով մեծամասամբ իմ կարծիքով առաջացան այդ պատճառով, որպեսզի հնարավոր լինի այն որ արդեն բավականին լավ հայտնի է, հնարավոր լինի հասնել ավելի գերարական բարձր մակարդակի։ Բարձր։ Շատ շնորհակալ եմ պարոն Սեդրակյան հետաքրքիր զրույցի համար։